Էջմիածնում ճանապարհային երթևեկության գործող նշանների կողքին կլինեն նորերը, կիսից ճանապարհը տեղեկատվականները։ Դրանք վարորդներին նախազգուշացնող նշաններ են տվյալ ճանապարհին հայտնված այլընտրանքային փոխադրամիջոցի իրավունքների մասին։ Այսինքն, եթե նույն ճանապարհին հեծանվորդ մոտոցիկլիստ կամ ինքնագլոր վարող է հայտնվել, ապա լիիրավ է օգտվելու այն իրավունքներից, ինչ ավտոմեքենաների վարորդները։ Կիսի ճանապարհը տեղեկատվական նշանը նախ այդ վարորդներին նախազգուշացնելու համար է, որ եթե նույն ճանապարհին ինքը հանդիպի հեծանվորդի, նախ կիսի ճանապարհը եւ հետո փորձի հնարավորինս զիջողաբար մոտիկանալ, որտեղ այդ բան հեծանվորդը որպես նաեւ վարորդ այդքան պաշտպանված չէ։ Այլընտրանքային փոխադրամիջոցները երթևեկության իրավական դաշտ բերելը լավ հնարավորություն է հատկապես կարճ տարածություն անցնողների համար, որոնք սեփական մեքենայով կամ տաքսիով տեղաշարժվելը կարող են փոխարինել ավելի թեթև փոխադրամիջոցով։ Տեղեկատվական նշաններն առայժմ կլինեն Էջմիածնի կենտրոնական փողոցներում։ Նշանները այս տարի նախատեսվում են տեղադրվել կենտրոնական հատվածներում, Մաշտոց պողոտայում, Արարատյան փողոցում եւ Գրիգորի Լուսավորիչ փողոցներում։ Այլընտրանքային փոխադրամիջոցների տեղաշարժը կվերահսկեն ոստիկանները, տեղեկացրին Վաղարշապատի համայնքապետարանից։ Իսկ ֆեդերացիան կհոգա, որ հեծանիվները նաև կանգառներ ունենան, առայժմ 11 հատ։ Կանգառներ կտեղադրենք մենք օրինակի համար ունենալու ենք համայնքապետարանի մուտքի մոտ, սպորտ դպրոցների մոտ, որտեղ որ մեր քաղաքացիները, երեխաները հեծանիվով կարող են մոտենալ կայանը։ Նախաձեռնության հեղինակը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի հետ միասին։ Ստեփանավանից եւ Ապարանից հետո Էջմիածինը երրորդ քաղաքն է, որ պաշտոնապես միացավ նախաձեռնությանը։ Այլընտրանքային փոխադրամիջոցների զարգացման ուղղությամբ սա ֆեդերացիայի առաջին քայլն է։ Հաջորդը համայնքինն է, որը հետագայում քաղաքի առավել լայն փողոցներում նաև հեծանվային գոտիներ կառանձնացնի։ Նման առաջարկությամբ ֆեդերացիան դիմել է նաև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Հուսով եմ, որ տարածքային կառավարման նախարարությունը արդեն միջամայնքային ճանապարհները, նոր ճանապարհները կառուցելիս արդեն հաշվի կառնել գործոնը եւ հնարավորություն կտա նույն ճանապարհատվածում ունենալ առանձնացված գոտի այլընտրանքային փոխադրամիջոցների համար։ Էջմիածնում մինչև հունիսի 8-ը կավարտվեն տեղեկատվական նշանների տեղադրումը եւ կսպասեն Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկող հեծանվաշքերթին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու հեծանվորդների ֆեդերացիան կիրակի հրավիրում են մասնակցելու հեծանվաշքերթին նվիրված հեծանիվի համաշխարհային օրվան։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Լուրեշ։